Ողջույն, սիրելի ունկնդիրներ, կրկին եթերում ճամպրուկային տրամադրություն հաղորդաշարն է, ես Սեդա Աղբալյանն եմ եւ այսօր M Travel տուրիստական ընկերության տնօրենի հետ, Մայա Բեգլարյանի հետ քննարկելու ենք թերևս վերջին ժամանակների ամենակարևոր հարցերից մեկը վիզաների, շենգենյան վիզաների տրամադրման ընթացակարգին վերաբերող խնդիրները։ Ողջույն Մայա։ Ողջույն Սեդա ջան։ Այսօր շատ կարևոր թեմայի մասին ենք խոսելու, զրուցելու։ Սեզոնը բացվեց, այսպես ասած, արտագնատուրիզմի սեզոնը բացվեց, դրա հետ էլ առաջ եկան խնդիրները։ Այնպես որ խնդիրները չկային, միշտ կային, բայց սեզոնին հատկապես այդ խնդիրները սրվում են։ Ամենասկզբում ես գիտենք, որ բոլորս գիտենք, որ ամենաբարդ ընթացակարգը շենգենյան վիզաների ընթացակարգն է, եւ մի հատ սկսենք նրանից, թե քանի դեսպանատներ ունենք, որոնք վիզա կենտրոններով են աշխատում, եւ քանի տեղ կարող ենք դիմել, այսպես ասեմ, շենգենյան վիզայի համար։ Մոտավոր մի քանի երկրները հիշենք։ Հիմնական մեծ մասի հիմա դարալին վիզա կենտրոններ, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, մեծ մասը Իտալիան դարալին վիզա կենտրոններ։ Իսպանիան կրկին BLS վիզա կենտրոնն է։ Իսպանիան հենց սկզբից էլ վիզա կենտրոններ հիմնական ինքը, բայց վերջերս Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան բոլորը դարձան վիզա կենտրոններ։ Նույնիսկ հիմա նաև Չեխիան է լինելու վիզա կենտրոններ։ Տարիներ առաջ երբ որ մենք գնում էինք, ուղղակի դեսպանատուն դիմում էինք, այսպես հավատարմագրված տուրիստական ընկերություններ կան, որոնք գործերը վերցնում էին եւ տանում էին։ Դա էլ մի առանձնապես լավ ընթացակարգ չէր, ես հիշում եմ, էլի խնդիրներ կար, բայց 35 եվրո էինք վճարում այդ ընթացակարգի համար։ Հիմա վիզա կենտրոնների առաջ գալուն զուգահեռ արժեքները բարձրացան։ Խնդրեմ այդ արժեքների մասին սկսենք խոսել։ Այո, այն ժամանակ միայն վճարում էին 35 եվրո դեսպանատան վճարը ու նաեւ սպասարկման վճարը, որը տուրիստականը կազմում էր գործերը։ Իսկ հիմա միջնորդ կազմակերպություններին են վճարում ավել գումար, այսինքն մոտ 12000-ից սկսվում է։ Հիմա Կիպրոսը 7000 դրամից է սկսվում, 7000, 12, 14, 16։ Կիպրոսը դեռ շենգենյան երկրներից չի, այսինքն շենգենյան գոտու անդամ երկիր չի։ Այո, դեռ իր ազգային վիզան է, բայց դարձել է վիզա կենտրոն։ Ամենայն որ չնչին գումարը որպես միջնորդ կազմակերպության Կիպրոսինն է 7000 դրամ։ Բայց Կիպրոսը առանց վիզա կենտրոնի էլ կարծես թե շատ ավելի հեշտ էր ընթացակարգը, ավելի լավ է շատ ավելի հեշտ էր, իսկ հիմա շատ ավելի ու ավելի բարդացել է։ Նույնիսկ կարամ ասեմ Իտալիայից ու գերմանականից շատ ավելի շատ է բարդացել։ Դե հաշվի առնենք նաև որ ազգային վիզա։ Այո, նախ ազգային վիզայի երկրորդ Կիպրոսը թիվ երկրորդ ուղղությունն է կարծեմ վերջին տարիներին Եգիպտոսից հետո, որ ամենաշատը հայերը այցելում են։ Ամենաշատ այցելվող երկրներից մեկը վերջի 2 տարին, նույնիսկ կարամ ասեմ կոവിഡ്ից հետո ամենաշատ այցելվող երկրների ցանկում էր գտնվում։ Իսկ հիմա կոնկրետ էս վերջի մի քանի ամսում, որ դարձավ վիզա կենտրոն, շատ ավելի բարդացել է գործընթացը, այսինքն բարդացել է օր վերցնելը դեսպանատանը։ Ու ունի մի պրինցիպ, որ եթե ընտանիքի անդամներ են ու նույն օրը չմտան, այսինքն գործերը չեն վերցնում։ Դա ավելի ու ավելի է բարդացնում աշխատանքը։ Իմաստը ո՞րն է, այդ բարդացման իմաստը ո՞րն է։ Մենք էլ չենք հասկանում։ Վերջո Կիպրոսի նպատակը վերջնականապես այն է, որ իր երկիր տուրիստներ գնան։ Այո, գնան, այստեղ չեմ կարող չնշել նաև, որ հայերն էլ համարվում են լավ տուրիստներ ամբողջ աշխարհում, որտեղ ծախսող են, ես չեմ տեսել, որ նույնիսկ հիմնականում մենք ամրագրում ենք 4 եւ 5 աստղանի հյուրանոցներ, ոչ ցածր կատեգորիայի։ Միանշանակ։ Իսկ հիմա ու նույնիսկ հիմա գնում է մերժումներ Կիպրոսի դեսպանատուն, որը որ երբեք չի եղել, շատ հազվագյուտ դեպքերում, երբ որ իրոք գործը խնդրալուց է եղել։ Իսկ հիմա կարող ուղղակի ասի բանկային տվյալները չի բավականացնում ու մերժում։ Հաշիվները բավարար չեն, այո։ Այն դեպքում, երբ որ ինքը ազգային վիզա է ու տվյալ վիզայով ոչ մի երկիր չեն կարող գնան։ Այսինքն ինքը Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի է, այդ ինչպես պետք է այդ երկրից գնան որովհետեւ միայն այդ երկիր կարա։ Երկար ժամանակ Կիպրոսը այսպես շենգենյան գոտու անդամ դառնալու խնդիրն է քննարկում, կարծես թե վարչապետը իրենց մի քանի ամիս առաջ հայտարարեց, որ ապրիլից իրենք կդառնան շենգենյան գոտու անդամ երկիր, բայց դեռ դա չկա եւ մինչդեռ ընթացակարգը բարդանում է։ Բայց ինձ թվում է հետո sense տեմպերով էլ որ գնա, ես չեմ կարող ասեմ, որովհետեւ հիմա կոնկրետ տուրիստները, որ տեսնում են այս sense բարթա ընթացակարգը ու դժվարանում են, որովհետև մեծ մասը հին սովորության համաձայն ավիատոմս, հյուրանոց ամեն ինչը գնում են, նոր դիմում տուրիստականին, որ գործերը պատրաստ են մտնեն դեսպանատուն։ Այն ժամանակ նույնիսկ մենք էինք կարողանում իրենց տեղը թղթերը հանձնել։ Այսինքն հաճախորդը այո, մենք տանում էինք, տալիս էինք, մենք տալիս էինք, հաճախորդին դա էլ էր հարմար։ Ազնագրերն էլ գնում էինք, վերցնում էինք։ Աշխատանքից դուրս չէին գալիս, մենք գործերը հանձնում էինք, մենք էլ վերցնում էինք։
Իսկ հիմա ծառայությունն էլ ավելի էժան է, վիզայի վճարում եք, վերջանում է։ Հիմա այնքան է բարդացել, որ նույնիսկ դու քո թղթերը կազմելու համար ծառայության համար ամաչում ես գումար ասես հաճախորդին։ Արդեն ստացվում է այնպես, որ պրոդուկտիվ գինը բարձրացել է, ցանկացած։ Այսինքն Կիպրոսը դեպի Կիպրոս ճանապարհորդելն էլ ինչ որ առումով թանկացավ։ Թանկանում է, որովհետև մի անձի հաշվարկով, եթե նայում ես բոտ հասկացողությանը, որ տալիս ես, որ օրը ինքը վերցնի, թեկուզ ընտանիքի կտրվածքով եմ ասում 4 անձ են, մայր, հայր, 2 երեխաներ։ Մենակ վիզայի գումարը մոտավոր կարա կազմի 60-ից 70,000 դրամ։ Պլյուս դեսպանատան վճարը, որ վճարես ու էլ չգիտես կստանաս թե չես ստանա։ Այդ Կիպրոսին եմ կոնկրետ ասում, որովհետև գոնե այդ մասով հանգիստ էին, որ եթե դիմեն կստանան։ Բայց հիմա որ գնում էր մերժումներ ու պլյուս դրան իրանք ինչ որ կանոններ են մտցրել, որ եթե ընտանիքի անդամներ են նույն օրը, նույն ժամին պիտի մտնեն, դա արդեն աբսուրդ է, որովհետև եթե իրանք մի օրվա համար 2 օրինակ տեղ, ոնց վերցնես 4 անդամին։ Որ վիզա կենտրոնն է Կիպրոսը։ Հենց TLS-ն։ Հետաքրքիր է, վերջերս մենք մի հարցի շուրջ էինք խոսում եւ TLS ընկերության հետ կապված նույնիսկ դիմում ունեցանք մրցակցության պաշտպանության հանձնաժողով։ Խնդիրը նրանում էր, որ TLS ընկերությունը, եթե հիշում ես, հենց ֆեդերացիայում դա քննարկեցինք, դիմումն էլ առաջ տվեցինք, այսպես ասած, այսինքն TLS ընկերությունը Ֆրանսիայի դիմումների, Գերմանիայի դիմումների դեպքում այսպես տեղեր է բացում, տեղերը վերցնելուց անմիջապես երբ ժամադրության սլոտը վերցնում ես, այնուհետև պետք է մի քանի ժամվա ընթացքում վճարում կատարես այդ սլոտի համար։ Նույնիսկ միջազգային ավիացիոն օրենքով տառասխալ անելու դեպքում մինչև 3 տառասխալ անվճար է եւ հնարավոր է ուղղել անունը ավիատոմս ձեռք բերելու դեպքում։ Ավիատոմսը որ այդքան թանկ պրոդուկտ է, նաեւ շատ հաճախ այսպես ավիացիոն մի շարք օրենքներ պետք է պահպանես։ 3 տառասխալի իրավունք ունենք։ 3 տառասխալը անվճար փոփոխվում է միջազգային օրենքով, սակայն TLS-ը նույնիսկ 1 տառասխալի դեպքում վճարումը այսպես կորում է 12000 դրամ, դա լավագույն դեպքում, եթե ստանդարտ ժամադրություն ես կարողանում վերցնել, եթե prime կամ ավելի premium բարձր դասի ժամադրություն ես վերցնում, եթե այլ ճաշ չես ունենում, շատ շտապ պետք է մեկն է ստիպված ես լինում այդ բարձր վճարները վճարել, դա էլ ես կորցնում, եթե մարդկային գործոնով պայմանավորված ինչ որ փոքրիկ սխալ է լինում։ Մենք այս հարցով դիմեցինք մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, բայց հանձնաժողովը մեզ պատասխանել էր, որ ճիշտ է, խնդիրը կա, սակայն այս խնդիրը այստեղ այնքան էլ մեծ չի, որովհետև խմբային շահ չկա, բայց ես չգիտեմ ինչու խմբային չէ, մենք մեկ քաղաքացու օրինակով ենք իհարկե դիմել, այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքն է այստեղ ոտնահարում, որտեղ ըստ էության ծառայությունը չի մատուցվում, բայց գումարը գանձվում է եւ վերադարձի ենթակա չէ, փոփոխության ենթակա չէ, փոփոխության հնարավորություն կայքը չի տալիս անվան խմբագրելու հնարավորություն չի տալիս, դրան պլյուս էլ գումարը հետ չի վերադառնում։ Մինչդեռ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ ծառայությունը եթե չի մատուցվել, գումարը պետք է հետ վերադարձվի։ Հետո մենք որ այսպես փնտրեցինք, հասկացանք, որ TLS-ը կարծես թե Հայաստանում գրանցված ընկերություն էլ չէ, ինքը ֆրանսիական ընկերություն է, գործում է Ֆրանսիայում եւ մեր տիրույթից դուրս է։ Այս պարագայում Ֆրանսիան այսպես պետք է հետևի, որ օրենքը Հայաստանի Հանրապետությունում ստացվում է չխախտվի։ Չգիտեմ իհարկե ինչպես է այսպես եղել, հերիք չի որ այդ ընկերությունները երկրների համար մոնոպոլ դիրքում են, որովհետեւ եթե դու ուզում ես օրինակ գնալ Ֆրանսիա, միակ տարբերակը որ դու պետք է դիմես վիզայի համար, դա TLS վիզա կենտրոնի միջոցով է կամ Գերմանիան կամ մյուսը։ Այս բազմաթիվ խնդիրները տեսակ անուշադրության են մատնված։ Կոնկրետ TLS-ի մասով այս խնդիրը շատ լուրջ է, որովհետեւ նույնիսկ այս վերջերս գործընկերներից դեպք եմ լսել, որ ընտանիքի 5 անդամները դեսպանատանը գնացել են ժամադրության ու փոքր երեխայի TLS-ում գրանցված անձնագրի տրման ամսաթվի մեջ մի թվի սխալմունք ա եղել ընդհանրապես ու դրա պատճառով մուտք չեն արել։ Այնինչ որ իրանց ձեռքում է, իրան կարան ուղղակի խմբագրել տան այդ մի թիվը փոխեն։ Այդ մի թվի պատճառով ամբողջ գումարը կոնկրետ երեխայի մասով կորել է, բնականաբար հետ չեն վերադարձվի ու ծնողներն են միայն մտել, հիմա ասում են եթե ստանանք, բնականաբար երեխուն չենք թողելու նոր գնանք։ Հիմա պետք է նորից 0-ից ժամադրություն վերցնել։ Այդքան մեծ գումարներ կորցնեն, դեռ պարզը չի վիզաները կստանան թե ոչ։ Այսինքն մի թվի պատճառով այնինչ որ իրանք կարող են տեղում փոփոխել, որովհետև ընդամենը մի թվի կամ տառի սխալ կարա լինի։
փոփոխեն, բայց չեն անում ոչինչ։ Էլ չեմ ասում, որ մի խնդիր էլ կա, շատ հաճախ սպորտային մշակութային միջոցառումների մասնակցության, ցուցահանդեսների մասնակցության դեպքում ինչ խելագար իրավիճակ է ստեղծվում եւ մարդիկ գիտեն, ասենք, որ ուշ են իմացել այդ միջոցառմանը մասնակցության մասին, կարեւոր է մեր բիզնեսի, մեր երկրի համար, բայց մարդը չի կարող մասնակցել։ Չի կարող։ Հիմա կոնկրետ ես գործ ունեմ, որ բիզնես այցա Իտալիան, ոչ մի տիպի չեն կարողանում օր վերցնենք բիզնես, այսինքն հիմա ես պիտի գործը կազմեմ, գնանք իրանց վիզա կենտրոն, խնդրենք, որ քանի որ բիզնես հրավեր է, չի կարող չմասնակցել, որ մեզ օր տրամադրեն։ Այսինքն ֆիզիկապես մենք չենք կարողանում ծառայությունը լիարժեք մատուցել հաճախորդին։ Իսկ քանի որ մենք միջնորդ կազմակերպություն ենք կոնկրետ դեսպանատան մասով, դա լուրջ խնդիր է, այսինքն ամբողջ պատասխանատվությունը մեր վրա է, կոնկրետ ամբողջ պատասխանատվությունը մեր վրա է։ Այսինքն, եթե հաճախորդը մի քիչ տեղյակ չի տուրիստական վիզա կենտրոն դեսպանատուն կապի մասին, իսկ պարտավորել չի տեղյակ լինել, քանի որ դիմում է քեզ, վճարում է քեզ, դու պարտավոր ես լիարժեք ամեն ծառայություն մատուցես։ Իսկ քանի որ հաճախորդը մեզ է տեսնում, ոնց որ ավիաընկերությունների դեպքում, եթե թռիչքը չի կայանում, հաճախորդը գալիս է, ասում է ինչի չի թռել, ասենք չի հասկանում, որ դա ավիաընկերություն է ու դու ընդհանրապես կարող ես տոմսը վաճառել իրենց ու վերջ։ Հիմա այդ մասով հաճախորդը մտածում է, որ դու քո գործը պատշաճ չես կազմակերպել։ Որտեղից գալիս է տուրիստական ու հաճախորդ խնդիրը։ Հասկանալի է, այսպես այս լարված իրավիճակում էլ ես գոնե գիտեմ, թե տուրիստականները ինչ ներվային, նյարդային process-ի միջով են անցնում տեղերի ամրագրելուց, այսպես մի քանի խմբեր կան, որտեղ պարզապես գոլեգաները միմյանց տեղեկացնում են, որ իտալականում տեղ է բացել մի քանի վայրկյաններ ընդամենը, կամ գերմանականում տեղ է բացել եւ փորձում են այսպես գիշեր ցերեկ չքնելով, հանգիստ չունենալով այդ տեղերը ամրագրել, դրանից հետո էլ դեռ մի բան էլ մարդիկ ինչ որ վատ ասոցիացիա ունեն տուրիստականների հետ, թվում է թե տուրիստականն է իրենց իրավունքը խախտում, մինչդեռ տուրիստականները ընդամենը այդ ծառայությունն են մատուցում եւ ուզում են մարդկանց օգնել ծառայության դիմացել, կարծում դեռ դա մեծ գումարներ էլ չեն ինչ որ հավատացեք, եթե հաճախորդը տեսնի, թե մենք ինչ գնով ենք այդ օրերը վերցնում, հավատացեք, այն գումարը չնչին որ վճարում են, եթե ես լինեի հաճախորդ ու տեսնեի ոնց են այդ չարչարանքի հետ պատասխանատվությունը, երբ որ վերցնում են իրանց վրա, որ այո, գործը կանենք, բայց օր վերցնելու խնդիրն է, հավատացեք, գիշեր ցերեկ քնել չկա, կոպիտ ասած։ Այո, ամբողջ կոպիտ ասած կազինոյի նման անընդհատ հետևել, որ մի հատիկ տեղ, այն էլ կարաս ուղակի փոքր մի թվի սխալմունք ու քո ամբողջ այդ գիշերների ցերեկ աշխատանքը ջուր ընկնի։ Ընդամենը մի թվի պատճառով ու չլինի։ Շատ դժվար է հիմա նամանավանդ որ բոտեր կան, հիմա ասում են բոտեր կան, այդ բոտերն էլ խթանում են ամբողջ աշխատանքը։ Բոտ ասվածը ինչ է։ Բոտ ասվածը ինքը ինչ որ համակարգ է, որը որ ոչ ֆիզիկական մարդը կարողանում է օր վերցնել, այսինքն ծրագրի մեջ տեղադրում են ամիս ամսաթվերը ժամանակահատվածի, տվյալ հաճախորդի անձնագիրն են մուտքանում, ես այդպես ավտոմատ կերպով տեղերը բացվում են, ինքը անմիջապես ամրագրում է։ Բայց այս բոտերի թեմայով էլ մենք բազմաթիվ անգամներ քննարկել ենք, խոսել ենք, նույնիսկ իրավապահ մարմնի հետ ենք այս հարցը քննարկել, հետո հասկացանք, որ ըստ էության անօրինական գործունեություն այստեղ չկա, բացառությամբ այն բանի, որ անձնական տվյալները վերցնում է, բայց անձնական տվյալներն էլ տուրիստի իր համաձայնությամբ է տրամադրում տեղ վերցնելու համար, հետեւաբար այստեղ ո՞րն է խնդիրը, եթե բոտն է այդ տեղերը վերցնում, մենք այդպես էլ չկարողացանք բարձել եւ հասկանալ ինչումն է օրենքի խախտումը այստեղ։ Իրականում եթե կարծիքներ ու ինչ որ գործերով նայում ես, ասում են, որ բոտը դա անօրինական է։ Իրականում անօրինական է։ Խոսում են, որ կիբերհանցագործություն է եւ այլն, բայց ո՞րն է այդ անօրինականությունը, այդպես էլ չկարողացանք բարձենք որտեղ է։ Ճիշտն ասած, կոնկրետ մենք էլ ենք ուզում բարձենք, թե այդ բոտ հասկացողությունը ինչ մասով է, բայց այն որ կոնկրետ բոտը խթանում է ամբողջ աշխատանքը, այսինքն կարա մի հոգին ունենա բոտ ու մնացած բոլորը չկարողանան, այլևս որևէ մեկը չկարողանա։ Ոնց որ ինքը իր ձեռը, հիմա կոնկրետ իսպանականը ասում են բոտ չկա, բայց կոնկրետ Իսպանիան հիմնականը իմ կարծիքով բոտ է, որովհետև չի կարա բացի ամսվա մեջ 2 անգամ ու այդ ամեն բացելը տևի 1 վայրկյան։ Ու ծրագիրը 1 վայրկյանի ընթացքում տեղերը սպառվում։ Ընթացքում սպառում է ֆիզիկական ոչ մեկ, այսինքն ամբողջ բոլորը պիտի այդ վայրկյանին մեջը լինեն, որ ամեն մեկը մի սլոտ նշի ու վերջանա այդ տեղերը։ Նույնը կարամ ասեմ իտալականի համար։ Իտալականը
ընդհանրապես ահավոր վիճակում է, ահավոր։ Այո, իտալականը մի առանձին թեմա է, որովհետև սկսենք հենց ամենասկզբից, որ իտալական այսպես ինչ որ 60 օրվա ընթացքում պետք է ճանապարհորդեր տեղը վերցնելուց հետո, բացի դրանից, եթե տեղերը վերցրեցիր, ինչ որ վարքյանների ընթացքում 3 անգամ update անելուց հետո, թարմացնելուց հետո քո edge-ը միանգամից բլոկում էր եւ հնարավոր չէ լինում, այնքան բարդություններ էր ստեղծված, որ տպավորությունն է, որ մտածված այդ բարդությունները ստեղծել են, որպեսզի մարդիկ պարզապես չկարողանան։ Իմ համար հիմա տենց ֆրանսիականն է, որովհետեւ ֆրանսիականը եթե 1-2 դու մի հատ մարտ ու ապրիլ արեցիր, ամսաթվերը տեսնես բացել է թե չէ, վերջին 2 ժամով բլոկում է։ Ու կարա այդ 2 ժամվա ընթացքում լիքը տեղեր բացի ու դու էլ չես կարա վերցնել։ Այսինքն հիմա ամենավատ իրավիճակում գտնվողը ո՞րն է քո կարծիքով։ Ամենավատ իրավիճակում Ֆրանսիան է, Իսպանիան, որ եթե 2 հատն է, всё բլոկում է։ Գոնե որ այդ բլոկը չլինի, գոնե լի ամբողջ ընթացքում, ոնց որ 24 ժամ հետև մենք մնացած կայքերը, Իտալիան էլ է հիմա տենց։ Ուղղակի ֆրանսիականից մի քիչ ուշ է բլոկում։ Այստեղ հետաքրքիր է, բայց փաստորեն ստացվում է, որ իմ կարծիքով բլոկելը արված էր նրա համար, այդ 2 անգամ որ բոտ չլինի, բայց ըստ էության բոտերը մեկ անգամից կարող են վերցնել եւ իրենք այդ խնդիրը չունեն։ Կոնկրետ իրենք չեն բլոկվի, շատ են գրել Instagram-ով, Facebook-ով, երբ որ գովազները տեսել են, ասենք վիզայի աջակցություն տեղադրված, գրել են մենք բոտով կարողանում ենք ֆրանսիական տրամադրել, իտալական տրամադրել, նշանակում է ու տրամադրում են, ու կա այդ բոտերը։ Դրա համար էլ սովորական մենք ինքներս չեն կարողանում վերցնել տեղերը։ Այստեղ իմ կարծիքով խնդիրը կրկին մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դաշտում է, որովհետև եթե օրենք քրեական օրենք չի խախտվում, այսինքն որևէ ձևով դա կիբերհանցագործություն չի, հետեւաբար առաջացնում է զուտ մրցակցության խնդիր եւ խնդիրը մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դաշտում է։ Օրինակ, եթե մենք տեղեր ենք վերցնում, գործ ենք անում վիզայի աջակցություն, ու մենք չունենք բոտ, այսինքն մեր ամբողջ գործը կոպիտ ասած ջուրն անգնում։ Հաճախորդը դիմում է մեզ, մենք այդպես էլ չենք կարողանում օր վերցնենք, դուրս են գալիս մենք անպատասխանատու ընդամենը օր վերցնելու հարցում ու եւ հավանաբար այդ ճանապարհորդությունն է չեղարկվում, այսինքն շատ տհաճ իրավիճակ է լինում։ Դրա համար ինստինկտյան մենք էլ ենք ընկնում բոտ, ով ունի ինչու, բայց ինչի պիտի տենց լինի։ Իսկ այդ բոտը ստեղծելը քո կարծիքով շատ այսպես մեծ գումարների հետ է եւ արդյոք դա կարելի է համարել ինչ որ առումով թվայնացում туриզմի, թե այդպես չէ։ Մեծ գումարների հետ չի կապված, կարող եմ ասել, որովհետեւ եթե ունես IT ոլորտում ծանոթ, ուրեմն դու կունենաս բոտ։ Ես շատ եմ հետաքրքրվել։ Ուղղակի այդ բոտ ստեղծելու համար մեծ գումարներ են ուզում։ Այսինքն ամեն դեպքում մեծ գումարներ է բոտը ստեղծելը։ Ուզում են, հա, բայց ինչի պիտի լինի բոտ։ Եթե կարանք մենք բոլորս վերցնենք այդ բոտ հասկացողությունը ինչի պիտի լինի։ Ստացվում է վիզակենտրոնները հատուկ այնպիսի մի համակարգ են մշակել, որը ստացան բոտերը վերցնեն այդ տեղերը։ Տպավորությունն է, որ հենց իրանց կողմից ստեղծված է ու հենց իրանց աշխատողներն են ուղղակի տենց բաց են թողում, որովհետև ուզես էլ որ իմ տղան կոնկրետ IT ոլորտից է, ասում եմ մամ ջան, չեմ հասկանում այդ ոնց են անում։ Հնարավոր չի, չեմ կարող ասել դա ոնց են անում։ Հասկանալի է։ Լավ, անցնելով մյուս թեմաներին, մյուս հասկացանք Իտալիան ինչպես է գործում, հասկացանք Ֆրանսիան, ինչ որտեղ Գերմանիան, Իսպանիան, Հունաստանի դեպքում էլ մեկ այլ խնդիր է, ըստ էության տեղ վերցնելը այդքան բարդ չի, որքան որ բարդ է, երբ համակարգը բացվում է, ստանդարտ տեղեր չկան։ Ստիպված ես կամ prime-ը վերցնել, կամ premium-ը վերցնել։ Սովորաբար ծառայությունը շատ ավելի թանկ է, քան իր իրական արժեքն է։ Ինձ միշտ հետաքրքրել է մի բան։ Եթե ժամը 12-ին, ասենք, տեղ կա եւ փաստաթղթերը շատ սովորական ստանդարտ պայմաններում հնարավոր է ընդունել։ Ինչու այդ տեղը ժամը 12-ին ստանդարտը չի բացում, բայց պրեմիումը կամ, չգիտեմ, այսպես prime time-ը բացվում է։ Բոլոր վիզա կենտրոններ են հիմա այդպես։ Սկզբից բացում են prime time-երը, պրեմիումները մոտ մի 15 րոպե։ Վերցնում են, հետո դրանից հետո բացում են ստանդարտները, բայց դու էլ փոփոխելու հնարավորություն չես ունենում։ Այսինքն ստիպված արագ, այսպես տեղը չկորցնելու համար վերցնելու համար, հա, վերցնում ես prime, premium տարբերակները, կարա 2 ժամ հետո բացի ստանդարտները։ Այսինքն այսպես ասենք, մեկ հոգուն եթե հաշվարկենք, մեկ մարդը գալիս է դիմում է եւ շտապ պետք է գնա, ստիպված է prime time կամ premium վերցնել եւ տուրիստական ծառայության համար էլ վճարել, մեկ վիզայի արժեքը ինչքան է կազմում։
մոտ 1 վիզայի արժեքը կկազմի 60-ից 80,000 դրամ մեկ անձի կտրվածքով, եթե prime տարբերակը լինի։ Այսինքն ըստ էության Schengen վիզայի արժեքը մոտ 40,000, փաստաթղթ գրեթե անհնար է կամ եթե դեսպանատան վճարները չավելացնենք, որովհետև եթե կոնկրետ Իսպանիան լինի, Իսպանիայի դեսպանատան վճարները շատ է, մոտ անձի հաշվարկով 48-ից 50,000 դրամ է կազմում, այնտեղի սովորական վճարները, իսկ եթե prime տարբերակ ուզեն, premium prime-ը 90 քանի հազար է կազմում։ Այսինքն ըստ էության, որ Schengen վիզայի արժեքը 35 եվրո է, դրանից արդեն վաղուց հեռացել ենք տուրիստականի սպասարկման վճարը, որ գործընթացը կազմակերպի ճշգրիտ, դա կարա կազմի ուռճացած 90,000 դրամ, ինչա հաճախորդը չի հասել կամ մենք չենք կարող օր վերցնել կամ դեսպանատունը օր չի բացում։ Այսինքն զուտ վիզայի ամրագրման գումարը, վիզայի վճարը ամենակիչը 3-4 անգամ ավելացնում։ Այո, մարդ կա տոմս առել ընդամենը 50 եվրոյով, գնալ գալ, օրինակ Միլան։ Բայց վիզայի աջակցությունը իր վրա մոտ 80-ից 100,000, եթե prime time։ Այստեղ մենք շատ ենք քննարկում եւ հաճախ այսպես պետական մակարդակով էլ լսում ենք, որ Հայաստանից ճամփորդելը շատ էժան է, ավիատոմսերը շատ էժան գների են, բայց երբ որ վիզայի վճարներն ենք, վիզայի այդ բարդ ընթացակարգը եւ թանկ ընթացակարգն ենք գումարում, ստացվում է, որ ամեն դեպքում Հայաստանից դեպի Եվրոպա ճանապարհորդելը այնքան էլ էժան չի, այո։ Շատ է իրանց համար այս ամեն ինչը, իրանք էլ տեղյակ չեն, գալիս են դիմում են, ստիպված գործը վերցնում ես, ասում ես մի ձև, մի տարբերակով օրը գոնե մենք կվերցնենք, գոնե միայն գործերի գումարը, որովհետև շատ մարդիկ ի վիճակի չեն նման գումարներ վճարել։ Բայց ճանապարհորդությունը այսպես շատ հաճախ ասում են երկրորդական կարիք է, դեռ երրորդական կարիք է, առաջնային չէ, հետեւաբար ով ունի կարող է վճարնակի թող գնա, ով չունի չգնա։ Հիմա դարել է առաջնային իմ համար ճամփորդակը, որովհետև հիմա ամեն երկրորդը ճամփորդում է։ Ու մեծ պահանջարկը կարծիքով ինչի հետ է կապված։ Մրցակցություն չի մի տեսակ, որ այսինչը գնաց, ես էլ անպայման գնամ։ Համ դա, համ մաչելիությունը տվյալ պահին ավիատոմսերի, որովհետև առաջ այսպիսի էժան չի եղել ավիատոմսերը։ Այո, բայց ստացվեց, որ ամեն դեպքում ավիատոմսերը էժան են, բայց մյուս ծառայություններն են ավելի թանկ։ Դրա համար հիմա որ տոմսը գնում են, գալիս են ծառայության գումարը իմանում են ինչքան մոտ պիտի վճարեն, փոշմանում են, որ այդ տոմսը վերցրել են։ Հա, այսինքն ինչ որ փոքրիկ մանիպուլատիվ իրավիճակ կա այստեղ, որ թվում է թե տոմսերը էժան են, ու տեսեք ինչքան էժան են Եվրոպայի տոմսերը։ Դեռ մենք մեծ սուբսիդիա էլ ունենք, կառավարությունը տրամադրում է սուբսիդիա եվրոպական չվերթների համար։ Ստացվում է ավիատոմսերը էժան են, բայց արի ուտես, որ վիզայի վճարները մաշել են, վիզայի վճարը բարձր են։ Այս վերջերս մոնոպոլ դիքում է, իրանք տեսել չմտան դեսպանատուն, իրանք իրանց տոմսերը գնել են հյուրանոց ամեն ինչ, կորցեցին ամեն ինչ։ Հա, դիմեցին օր վերցնելու համար, նույնիսկ prime տարբերակով իտալականը այդպես էլ չկա, ու իրանք կորցրեցին։ Ինչա դեսպանատանը օր չկար։ Այսինքն ստացվում է այսպես, որ մենք ունենք մի իրավիճակ, երբ Շենգենյան վիզան դարձել է այսպես ասած թանկ, բոլորին մենք շատ ասում ենք Միացյալ Նահանգների վիզան է օրինակ արժեքով բարձր $185 է կամ Միացյալ Թագավորության վիզան 105,000 դրամից ավել է կազմում, բայց ամեն դեպքում երբ նայում ենք Շենգենի ընթացակարգը, գրեթե նույն արժեքն էլ ստացվում է Շենգենի ընթացակարգը։ Իսկ կարծում ես կարելի է կապել մեծ պահանջարկի հետ, որ պահանջարկը մեծացել է եւ ստիպված երկրները գնացել են նրան, նույն Իտալիան, Իսպանիան եւ այլն, որ զտեն թե ով գա, ով չգա եւ այսպես մի քիչ դարձնեն այդ հոսքը դեպի իրենց երկիր։ Նայեք, այդպես չեն զտում, ուղղակի հոսքն են կրճատում։ Թե չէ կարան տեղերը նորմալ տրամադրեն, բայց ով որ պիտի գնա, չգնա, մերժեն կամ ուղղակի չեն բացում, որ մեծ մասին չմերժեն։ Իմ մոտ այդ է տպավորությունը։ Տրամադրում են քիչ, որ մարդկանց պատմություն չփչացնեն, բայց դա էլ դե բացատրի ամեն հաճախորդի ինչն է խնդիրը։ Շատ են հարցնում, ինչի է այս դեսպանատները սենց, որովհետև կոവിഡ്ից առաջ լրիվ ուրիշ ընթացակարգ էր ու ովքեր որ այդ ժամանակը հաճախորդը գալիս էր Ֆրանսիան օրերը չէ, այս օրը հարմար չէ, եկեք այս օրը մտնենք, չէ, լավ, եկեք փոխենք այս օրը։ Իսկ հիմա որ թեկուս բացումա վաղ ասում ես խնդրում եմ մի ձև արա թղթերը հասցրու, ես ամեն ինչ կանեմ, վաղը վրա օր եմ վերցրել։ Հաճախորդն էլ է խոճապի մանում, չգիտի ոնց գնա, ինչան իրան թվում է սխալ կկազմես թղթերը։ Եվ
այս հարցից որ մի քայլ առաջ գնանք կհասնենք փաստաթղթերին։ Մի հատ էլ քննարկենք Շենգեն վիզայի փաստաթղթերը։ Ուզում են հյուրանոցի ամրագրումներ, ուզում են տոմսերի ամրագրումներ, շատ դեսպանատներ հիմա զանգահարում են, ասում են վճարեք, ինվոյսները բերեք, ինչը ինչ որտեղ կարող է լինել բիզնես գաղտնիք։ Օրինակ մենք հյուրանոցը վաճառել ենք, մենք ունենք մեր միջնորդավճարը, տուրիստական ընկերություններ ունեն միջնորդավճարը եւ հաճախ ինվոյսը մի փաստաթուղթ չէ, որ մենք կարողանանք տրամադրենք դեսպանատանը, բայց իրենք հաճախորդին ասում են, որ բերեք վճարված կտրոնները։ Նույն կրուիզների դեպքում նույն Իտալիայի դեսպանատանը հաճախ եղել է, որ պահանջել է անձնական հաշվից, անձնական քարտից, որը այսպես ոչ մի օրենքի եւ ոչ մի լոգիկայի մեջ չի տեղավորվել, որ օրինակ քո անձնական քարտից չի գնված եղել, տենց դեպքեր շատ ա եղել, որ լսել եմ։ Բայց դա նշանակում է մի ամբողջ ոլորտի բիզնեսի խոչընդոտել, ինչն է դրա նպատակը։ Տենց, որովհետեւ այսքան ժամանակ չի եղել հաճախորդ, որ գնա մտնի դեսպանատուն, զանգի ասի Մահա ինձ հարցնում էին տուրիստականն է սարքել ձեր գործերը, կարող է ինչ-որ խնդիր լինի, ես դրա պատճառով մերժվեմ։ Տենց դեպք չի եղել, որ հաճախորդ մտնի ու չհարցնեն, հենց սկզբից տուրիստականն է։ Կոնկրետ կրուիզների դեպքում թե մնացած բոլոր դեպքում, ու միայն Իտալիայի դեսպանատունն է։ Ես դեռ լավ գիտեմ, COVID-ից հետո նույնիսկ եղել էր դեպք, երբ այսպես աշխատակիցը ուղղորդել էր, որ ինչու այս դեսպանատնից չես վերցնում, այս տուրիստական չես վերցնում, վերցու կոնկրետ սրանից, ինչու ես նրանից վերցնում, ինչը որևէ օրենքի, որևէ լոգիկայի մեջ չի տեղավորվում։ Ոչ էլ լոգիկա դրա մեջ, որ հարցնեն, որովհետև կան տուրիստական կազմակերպություններ, միանշանակ պիտի դիմեն իրենց, որ օգնեն ճշգրիտ կազմեն գործերը։ Եթե հիմա այդ թղթերը թերի լինի, կոնկրետ այն ժամանակ Գերմանիայի դեսպանատունը նենց էր շփորտում թղթերը հաճախորդի վրա, որ ես ինչ ձևի ես բերել թղթերը։ Սպասարկումն է շատ վատ, հետո ինչի իրար հերթականությամբ դրված չի, ինչի պաշար դրված չի, դրա համար բոլորը սկսեցին դիմել տուրիստականներին։ Միևնույն ժամանակ էլ տուրիստականի հետ էլ այսպես դեսպանատները վիզա կենտրոնները շատ ակտիվ համագործակցություն չունեն եւ չեն բացատրում ընթացակարգը։ Այդ ընթացակարգը երբեմն գտնելը շատ դժվար է, որովհետեւ գրված չի կարգը ինչպես է, որից հետո պետք է անել, որովհետեւ այսպես մենք իմացել ենք զուտ փորձի հիման վրա, գիտենք ինչպես պետք է դասավորել թղթերը եւ այլն, բայց ըստ էության այսպես համագործակցություն չկա, որ հավաքվեն, ներկայացնեն ընթացակարգը, ասեն այս վիզայի համար, այս տեսակի վիզայի համար, այսպես պետք է դիմել, այն տեսակի վիզայի համար, այնպես պետք է դիմել։ Որովհետեւ երբ որ որևէ հարցով դու զանգում ես վիզա կենտրոն, երբեք տարբեր աշխատակիցներ տարբեր հարցեր են տալիս, տարբեր պատասխաններ ու կարա հաճախորդը գնա ու լրիվ ուրիշ պատասխան տան։ Այս վերջերս Ավստրիայի վիզաների կենտրոնը VFS-ը հաճախորդի ասել էր կբերես հարկայինի թուղթ, չէ, աշխատանքային պայմանագիր ու իր աշխատանքային պայմանագիրը շատ երկար էջերով պայմանագիրը, որը պիտի թարգմանվեր, նույնիսկ մեյլով նամակագրություն գա, որը որ հաճախորդին էինք նաև ուղարկել։ Գնացել է վիզա կենտրոն, ասլա նման բան չենք ընդունում, միայն պիտի բերեիք հարկայինից թուղթ։ Նամակագրությունը ցույց տվեց տվյալ պահի դրությամբ աղ, ընդհանրապես ժամերի տարբերություն ա եղել, այսինքն երեկոյան խոսվել է, առավոտյան հաճախորդը մտել է վիզաների կենտրոն։ Այսինքն նույնիսկ աշխատակիցները չգիտեն ընթացակարգ, այսինքն ամեն վայրկյան կարա բան փոխվի, բայց դա ճիշտ չի, որովհետև էլի ոչ պատասխանատու լինում է տուրիստականը։ Եվ պահանջներն էլ այսպես շատ ինչ որտեղ անիմաստ են, որովհետև մենք բոլորս գիտենք, որ մարդը սպասում է վիզայի պատասխանը ստանա, հետո նոր տոմսերը գնի, բայց շատ հաճախ ասում են տոմսերը ինչու գնված չեն, գնված է բերեք։ Օրը իմ 4 հաճախորդները մտել են դեսպանատուն, զանգել են ասել նույն ռեյսերով, նույն օրերով բոլորդ գնված տոմսերը մինչև ժամը 4-ը բերեք դեսպանատուն հենց։ Ու տակ պահակին։ Շատ հետաքրքիր։ Այո, ինչ ես կարծում, այս ամենի պատասխանատուն ով է։ Այսպես մենք բազմաթիվ նամակներ ենք գրել, դու էլ գիտես, այս հարցով դիմել ենք թե կառավարությանը, դիմել ենք արտաքին գործերի նախարարություն, չնայած պատասխան այդպես էլ չստացանք։ Ամեն դեպքում եվրոպական այսպես վիզաների վարչությունը ասում է, որ դա մեր պատասխանատվությունը չի, մեր պատասխանատվության տիրույթում Հայաստանի Հանրապետության տրամադրած վիզաներն են, եւ այսպես էլ չենք կարողանում գտնել, թե այս հարցի հատերը վերջնական ով է, որովհետև ամեն դեպքում որոշում կայացնողները այլ երկրներ են։ Այս որոշումը կայացնում են յուրաքանչյուր դեսպանատուն պիտի ինքը վերանայի իր դեսպանատան գործընթացը, որովհետև ինձ թվում է, թե դեսպանատներն էլ տեղյակ չեն, թե վիզա կենտրոններում ինչ է կատարվում։ Իմ մոտ նման տպավորություն է, որ բայց չէ որ իրենք ընտրել են այդ ընկերությանը եւ պատվիրակել են այդ գործը կատարել այդ վիզա կենտրոններում։ Ես չեմ կարծում, որ Իտալիայի դեսպանատունը
եթե իհարկե եթե տեղյակ է, ուրեմն շատ ավելի վատ է։ Երբ որ տակից օր են վաճառում։ Նման խոսակցություններ կան, նույնիսկ արժեքներ կան, երևակայությունից բարձր արժեքներ։ Տակից օրեր են վաճառում։ Այսինքն սովետական ժամանակների այսպես տակից կոպտորներում վաճառները դեռ մնացել են։ Տարբերակը ծրագրով չկա, սլոտերը չի բացվում, բայց չգիտես խի, կա ներքին ընթացակարգ, որ այսքան արժի, տուր հիմա մտի։ Չկա զանգով պրայմ տարբերակը։ Տուր մտի։ Իտալիան, Հունաստանն, բոլորն են այտենց։ Այս պահի դրությամբ։ Ու եթե դեսպանատունը տեղյակ է այդ գործընթացից, ուրեմն շատ ավելի վատ։ Իրականում, որովհետև կոնկրետ պատասխան շատ հաճախ տեղյակ չեն, որտեվ դեսպանությունը ինքը լծակներ, ռեսուրսներ չունի գնա տեղում ուսումնասիրի ինչ է կատարվում, իմ կարծիքով, բայց հետաքրքիրն այն է, որ օրինակ եթե TLS-ը VFS-ը Հայաստանում գրանցված ընկերություններ կարծես թե ես նայեցի, TLS-ը Ֆրանսիայում գրանցված, ֆրանսիականի եւ գերմանականի մասով վստահաբար Իտալիայի մասում չէ, Հայաստանում գրանցված ընկերություն կար։ Ամեն դեպքում մեր վերահսկող մարմինները պետք է այս գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնեն։ Համ մեր վերահսկողության տակ պիտի լինի, համ դեսպանատան։ Ինձ թվում է ամենաառաջինը դեսպանատան, որտեղ դեսպանատունը ինքն է, չէ, իր գործը իր երկրի մուտքի իրավունքի տվյալ կազմակերպությանը։ Իսկ տվյալ միջնորդ կազմակերպությունը եթե ընդհանրապես պիտի ուղակի թղթերը նայի, տեսնի, ճշտ գրի տա, ասի օքեյ, ուրեմն հաստատ պետք չի, ավելի լավ է դեսպանատունը, որովհետև հենց անմիջապես քո գործը դեսպանատան աշխատակցի հետ էր նշումների ինքն էր անում, իսկ սենց քո հետ ոչ մեկ կոնտակտի դուրս չի կա, այսինքն չեն խոսում քո հետ, որ ասես ինչի համար ես գնում, թղթեր ուղակի տալիս, եթե դրա համար է կոնկրետ միայն միջնորդ կազմակերպությունը գումար աշխատելու, ուրեմն դա շատ ավելի վատ է։ Ինձ թվում է ավելի կվատանա, եթե վերահսկողություն չլինի։ Բայց մյուս կողմից այսպես վիզաների ազատականացման մասին խոսակցությունները կան, երեք էլ Մարտակոսը ԵՄ հանձնակատարն էր Հայաստանում, ասաց, որ Հայաստանը տվյալ պահին միակ երկիրն է, որ երկխոսության մեջ է գտնվում վիզաների ազատականացման, եւ այդ ժամանակները սարերի հետևում չեն, երբ մենք կտեսնենք վիզայի ազատականացումը։ Եվ դրան զուգահեռ վիզայի գործընթացը այս աստիճան բարդացել է Հայաստանում, եւ հիմա էլ գիտենք, որ մերձավոր արևելքում ինչ իրավիճակ է, այսինքն տուրիստական հոսքը հեշտ վիզայով կամ առանց վիզայի երկրներ որքան է բարդացել, որքան է туриզմի ոլորտը ճնշվում եւ այսպես ասած ընկճվում այս իրավիճակից, որովհետեւ հերիք է մի հատ պատերազմ, մի հատ հայտարարություն եւ туриզմը այսպես այո, առաջին ռիսկային ոլորտում է, այդքան չարչարանքը, այդքան տոմսերի վերադարձը, այդքան խնդիրները, ինչպես վերադարձնել ավիատոմսերը, հյուրանոցները, ինչպես չեղարկել գումարները, ինչպես է ստանալ լարված իրավիճակ, մեր հույսը այսպես ասած այս իրավիճակում եվրոպական ուղղությունն է, որ գոնե շենգենյան վիզաների ընթացակարգը մի քիչ պարզ ըմբռնելի կլինի եւ այս պարագայում գոնե կկարողանանք մենք Եվրոպա ուղարկել տուրիստներին եւ պահել մեր բիզնեսը, մարդկանց էլ կարողանալ ծառայություններ մատուցել։ Եթե ես որպես նայեմ բիզնես վիզան, ուրեմն երբեք չի ազատականացվի, որովհետեւ իմ կարծիքով ես ինչ ես ոլորտում եմ, եթե հաշվենք 2009 թվից ես ես ոլորտում եմ, հա, այս ազատականացման գործընթացը կա, շուտով, բայց իմ կարծիքով Բայց տուրիստականներ էլ կան, ասում են, այ եթե վիզաները ազատականացվեն, հաստատ մենք չենք կարողանալու այդքան փաթեթներ վաճառել, մարդիկ կսկսեն իրենք հենց էլի ռիսկային գոտում մենք կլինենք, որովհետև էլ ոչ մեկ մեզ չի դիմի։ Հիմա էլ հաճախորդներ կան, որ միայն օրի համար են դիմում, այսինքն գործը իրենք են կազմում, միայն փաթեթը իրենք են կազմում, եթե օրն էլ լինի, ուրեմն վերջ, ավելավա բոլոր տուրիստականները փակվեն։ Ես կարծում եմ, որ խնդիրը սրան չի հասնի, որովհետև միշտ բիզնեսը շատ ճկուն է, կգտնի նոր ձևը, կստեղծվեն նոր խմբային տուրեր, թեմատիկ տուրեր, ավելի հետաքրքիր կդառնա ճանապարհորդության գործընթացը, քան այսպես ստանդարտ փաթեթները վիզայի հաշվին այսպես փաթեթներ կազմելն է, այլ հակառակը մենք ավելի այսպես կրեատիվ կդառնանք, ավելի հետաքրքիր կոնցեպտներ ճանապարհորդության կմտածենք եւ հակառակն եմ կարծում, որ բիզնեսը ամեն դեպքում վիզաների ազատականացման հետ շատ ավելի կծաղկի туриզմի։ Դե եթե ազատականացվի ու էլի մենք ծաղկենք, ուրեմն թող ազատականացվի այդ ընթացակարգին։ Լավ, մենք խոսեցինք գրեթե բոլորից, մերժումների մասն էլ կուզեի խոսենք, այ հաճախ լինում են մերժումներ, մարդիկ չգիտեն ինչ են մերժվել։ Իրենք գնացել են, իրենք բազմաթիվ ճանապարհորդական փորձ ունեն մուլտիվիզաներ եւ այլն, մեկ էլ հանկարծ մերժում է գալիս։ Սա ինչի հետ է սկապում, օրինակ ինչ ես կարծում, ինչն է խնդիրը։ Իմ կարծիքով կամ գործը չեմ քննում,
Հա, պարզապես չեն բացում, պարզապես չեն բացում, որովհետեւ այնքան դեպքեր ենք լսել, որ դեսպանը տեղում չի, երկրում չի, դրա համար գործը չի քննվել։ Եվ մերժում է ստացել, այսինքն իմ համար, երբ որ հաճախորդի թեկուս տուրիստականները պատշաճ ձևով չեն կազմում թղթերը, դա իմ համար հաճախորդի ճակատագրիքի հետ խաղալ է։ Այո, որովհետև նախ գումարներ է մարդը կորցնում, երկրորդ հետագա ընթացքը իր ճանապարհության պատմություն է, այո։ Իմ համար դա շատ տհաճ թեմա է, որ լսում ես հաճախորդի տուրիստականի պատճառով փաստաթղթեր են պակաս եղել, մերժվել եմ սրա պատճառով չեմ ընդունում, ավելավա չանեն։ Իսկ մերժումների համար նորից եմ ասում, կամ գործը չեն քննում, կամ տրամադրություն չի ունեցել եւ մերժվել է դիզայնը, այսինքն անհիմն վիզաներ էլ կա, որ վիզաների տրման չափը սպառվել է։ Հա, այսինքն սլոտեր կան, այս տարվա համար կտրվածքով 50,000 անձի պիտի տան, օրինակ չկա դրա համար մերժել են։ Այ մտի տարվա սկզբին կտեսնես, որ կստանաս։ Բայց ամեն դեպքում դա է, որովհետեւ տալիս որ լինում են, այո, նման ստատիստիկա կա, մերժումա լինում, որը նորից պիտի 0-ից ինքը նենց դեսպանատուն մտնի, նենց գործեր տրամադրի, որ իրան տրամադրեն վիզա։ Այստեղ ես չեմ կարող չհիշել միացյալ թագավորության ընթացակարգը, որովհետեւ շատ ամենաադեկվատը է, այսպես դեսպանատունն է, նույնիսկ մերժման դեպքում հյուպատոսը այնպեսի մերժում է գրում, որ դու լրիվ լիովին հասկանում ես ինչու՞ն է եղել խնդիրը, որտեղ է քո խնդիրը եւ աշխատում ես այդ խնդիրը շտկելու ուղղությամբ։ Այս առումով գոնե շատ ես վիճառում, բայց գիտես, որ շատ պատշաճ ծառայություն է ստանում, սա չեմ կարող չհիշել։ Դեսպանատները եվրոպական մասով երկրորդ ու 8-րդ կետով է հիմնականը մերժում, անհիմն, որ կամ ֆինանսականը չի բավարարում, բայց մարդը նորմալ աշխատավարձով, ֆինանսական միջոցներով կամ վստահություն չեք ներշնչում, որ կգնաք հետ կգաք։ Մարդը ստեղ բիզնեսներ ունի, տուն, ընտանիք, ամեն ինչ, գործարար մարդա գնում է, բայց մերժում են։ Մայա, մենք այսօր բավականին լայնածավալ զրույց ունեցանք վիզաների թեմայով, սկսեցինք նրանից, որ սեզոնը բացվել է եւ Շենգենյան վիզայի ժամադրությունները վերջերը կրկին դարձել են գլխացավանք, վարկյանների ընթացքում են բացում, չգիտեմ, բլոկում են, րոպեների ընթացքում, այսպես, եթե շատ ես update անում, այսինքն եւ թանկացել է, այդ ծառայությունը թանկացել է, հասանք նրան, որ ավիատոմսերը թեև էժան են, բայց մյուս կողմից վիզաների արժեքն է բարձրացել, կարելի է այսպես ասել, եւ հասկացանք նաեւ, որ լինում են անհիմն մերժումներ, այստեղ մի շարք պետական մարմիններ անելիքներ ունեն, թե ոլորտի տնտեսվարողները իրենց աջակցության կարիք ունեն, թե առհասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք պարզապես ստրեսային իրավիճակով անցնում են զուտ ճանապարհորդելու, պատմություն ուսումնասիրելու որևէ երկրից անթանալու համար։ Ուրեմն պետք է խնդրենք թե լիազոր մարմիններին եւ թե դեսպանատներին, այլ երկրներին խնդրենք, որ ընթացակարգը ավելի պարզացնեն, մարդկանց նպատակը հիմնականում զուտ այդ երկիրը տեսնել, հիանալ, իրենց փորձը կիսել եւ եվրոպական կուլտուրան բերել Հայաստան։ Շատ են ուզում ճամփորդել։ Ուզում են, այո, շատ են ուզում ճամփորդել։ Սա մի տեսակի կրթություն է, որովհետեւ կրթություն այսպես չի կարելի նույնիսկ համատել, որովհետեւ ճանապարհորդությունը ամենամեծ կրթությունն է։ Մարդը ամենաշատն է սովորում ճանապարհորդության ընթացքում, այնպես որ մեզ մի զրկեք կրթության իրավունքից։ Հայելի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ Սեդա ջան։